Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, սկսում ենք այս տարվա վերջին մեր աշնանային եթերը, վաղվանից արդեն ձմեռ է, նախատոնական ամանորյա պատրաստությունները եռուզեռ շուտով սկսվելու է, բայց մինչև այդ մեր աշնանային այսօրվա վերջին եթերը վայելենք եւ ներկայացնեմ մեր հյուրերին։ Այս պահին մեր տաղավարում են Համազա Սպասլանյանը, որը Արի-Պարի եւ Պարադարան նախագծերի հիմնադիրն է, եւ Տաթև Պետրոսյանը, Արի-Պարի նախագծի տեղեկատվական համակարգողը, մենք խոսելու ենք թե Արի-Պարիի, թե Պարադարան նախագծի մասին։ Բարի առավոտ, ուրախ եմ, որ ձեր աշնան վերջին առավոտը նվիրել եք հենց մեր տաղավարում բարի լույսը մաղթելուն։ Ինչպե՞ս եք։ Բարի լույս Արմինե ջան։ Բարի լույս։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Միշտ լավ ենք, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ, արդեն որ լուսավոր ժպտուն դեմքերը տեսնում եմ եւ արդեն որ գիտեմ նախագծերի մասին, որոնք համակարգում եք, սկսել եք ի կատարեկացում, արդեն իսկ ժպիտն էլ իմ դեմքից անպակաս է լինում։ Խոսենք Պարադարանի գաղափարի մասին, Արի-Պարի նախագծի մասին նաեւ, ինչպես գաղափարը առհասարակ առաջացավ Համազասպ։ Գաղափարը առաջացած նրանից, որ չկար մի հարթակ, որտեղով մարդիկ կարող են տեղեկանալ, թե ինչ հրաշալի միջոցառումներ են անցկացվում մեր երկրում ավանդական պարին վերաբերող եւ որտեղ կարող են մարդիկ միանալ մասնակցել եւ այս տրամաբանությամբ ստեղծեցինք Telegram-յան հարթակ, որտեղով որ ներկայացնում ենք այս պահին գործող բոլոր խմբերի գործունեությունը, թե ինչ բաց դասեր են անցկացվում, ինչ համերգներ են լինում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան մեկ տեղից գիտենան բոլոր պարին վերաբերող անցուդարձի մասին։ Շատ լավ։ Իսկ Պարադարանը ոնց որոշեցիք, որ պետք է այդ on-line հարթակը լինի։ Պարադարանը ի սկզբանե ցանկություն կար, որպեսզի ստեղծենք մի հատ տեղ, որպեսզի մարդիկ ծանոթանան պարի ձայնագրություններին, հասանելի լինի պարի մասին ամեն ինչը մի տեղում։ Այս տրամաբանությամբ ստեղ ժողով արեցինք պարում ներգրաված շատ մարդկանց հետ եւ միասին համակարգեցինք ու ստեղծեցինք այդ հարթակը, որտեղ մարդիկ կարող են գտնել պարի բոլոր ձայնագրությունները, բոլոր խմբերի, բոլոր վիդեոները ավանդական պարի վերաբերող Հայաստանում եւ Սփյուռքում գործող բոլոր ավանդական պարի խմբերին եւ պարին վերաբերող բոլոր գրքերը եւ հոդվածները մենք համակարգել ենք մի տեղում, ներկայացրել ենք Պարադարան անունով հարթակի մեջ։ Կուզեմ որ նշեմ, մենք հիմա զրուցում ենք ավանդական պարերի մասին, այսինքն այն պարերի, որը մեզ փոխանցվել է ավանդույթի միջոցով մեր նախնիներից, այո, եւ ոչ բեմադրական, ոչ հեղինակային, ոչ խորեոգրաֆիա, ասած բառերի մասին, պարերի մասին ենք մենք խոսում։ Այն ինչ որ նկարագրեցիք, բավական ընդգրկուն աշխատանք է իրենից ենթադրում, որքան ժամանակ եք ծախսել այդ ամենը համակարգելու, մեկտեղելու, մի հարթակում տեղավորելու համար։ Զուտ նյութի հավաքագրումը արդեն մի քանի տարի է, որ իրականացնում ենք, այսինքն այդ ֆայլերը, գրքերը եւ այլն, ծրագրավորումը ես միայնակ եմ արել ու դրա վրա գնացել է մոտ 7 ամիս աշխատանք, որպեսզի կարողանանք ունենանք այդ հարթակը մարդիկ հեշտ օգտագործելու համար։ Տաթև դուք համակարգում եք Արի-Պարի տեղեկատվական հարթակներում ակտիվությունը, նյութերն եք տեղադրում, ինչ է ձեզ տալիս այս աշխատանքը եւ որքանով է հետաքրքիր հենց այս ոլորտը համակարգելը։ Շատ կարևոր մի բան ասեմ, առաջին հերթին գաղափարը, որ ինչ որ մի բան անում ես ազգային արժեքների տարածման համար եւ ամենակարևորը լայն, այսպես ասած, շրջանակներ ընդգրկելը, այսինքն հիմա մոդա ասվածն է, հա, մոդա բառը, որ մոդան հիմա սոցիալական հարթակներում ինչ-որ մի բան անելն է, եւ մենք աշխատում ենք ազգային արժեքներ նաեւ տարածել այնտեղ, որտեղ ամենամոտը, որ մենք հիմա հեռուստացույցի փոխարեն, հա, շատ հաճախ տեսնում են հեռախոսների մեջ, թերթում են անընդհատ ու նաեւ տեսնեն մեր ազգային պարերը, ազգային արժեքները, Հիմնականում դա է գաղափարը եւ շատ ուրախ եմ, որ կարողացել ենք շատ կարճ ժամանակահատվածում բավական
մեծ հետևորդների խումբ հավաքել, հուսամ ավելի արագ կտարածվի։ Ես էլ մեծ հույս ունեմ, որ հետևորդների քանակը գնալով էլ ավելի կավելանա։ Համազասպիտ սա ձեր առաջին գործակցությունն է, թե էլի աշխատելու փորձ միասին ունեցել եք։ Այս շրջանակներում դեռևս առաջինը։ Մեր հեռուստադիտողին ինձ թվում է նաև հետաքրքիր է, թե դուք ինքներդ մինչև այս աշխատանքը կատարել, ինչով եք զբաղվել եւ ինչով է պարը ձեզ համար այնքան կարեւոր, որ որոշել եք, որ պետք է լինի մի հարթակ համազասպ։ Նախ իմ մասնագիտությունը կիբեռնետիկ մագիստրոս է եւ պարը դիտարկում եմ ես միջոց, որպեսզի մեր ազգը համախմբվի եւ մարդիկ իրար հանդեպ ավելի սիրով լցվեն։ Իմ տեսած բոլոր միջոցներից պարը ամենաարագ գործող միջոցն է, որովհետեւ մարդիկ իրար ձեռք են բռնում եւ պարում են, իրար ավելի հոգեհարազատ են դառնում։ Կամ օրինակ իրար անծանոթ տղաներ իրար հետ ярխուշտային զարգում, ու այդ պարից հետո իրար մոտ նույն ասոցիացիան է լինում, ոնց որ տեղերքի իրար հետ նստեն հաց ուտեն կենաց ասեն, եւ դրանից հետո նույն ասոցիացիան է, ոնց որ մի հատ 3 րոպեանոց ярխուշտայից հետո։ Այն մարդիկ, որոնք որ պատրաստ են իրար մեջ իրար սիգնալ տան երթևեկության ժամանակ ազդանշան տան կռիվ անեն, 3 րոպե պարից հետո արդեն մնացած կյանքում որտեղ տեսնում են ասում են ախպեր ջան ոնց ես քեզ ինչով օգնեմ բան։ Պարը շատ արագ ազդող գործիք է, որպեսզի մարդիկ իրար սիրեն։ Դրա համար մեր այս ամբողջ կենտրոնացումը պարի վրա է, ու կուզեմ ասեմ, որ այս ամբողջ գործունեությունը ինչ որ անում ենք ես ու Տաթևը, դա կամավորական գործունեություն է։ Ինչ որ այնտեղից ֆինանսական ակնկալիք չունենք եւ ամեն ինչ անում ենք հանուն ընդհանուրի, հանուն գաղափարի տարածման, որ մեր օրերում մի հատ միջոց սարքենք, որ մարդիկ իրար միավորվեն։ Պարադարանի մասին խոսելիս կուզեի նշենք, թե քանի պար է ներառում հարթակը, արդեն իսկ ասեցիք, որ դրանք ավանդական, ոչ մշակված պարերն են։ Քանի պար եք հասցրել ներառել եւ արդյոք պլանավորում եք ավելացնել դրանց քանակը, եթե կան արդեն բաց թողնված պարեր։ Այս պահին կարողացել ենք հավաքագրենք 121 անուն պար, հավաքագրել ենք այն պարերը, տեղադրել ենք այն պարերը, որոնք ունեն երաժշտություն, ձայնագրություն, որոնք ունեն տեսահոլովակ։ Շատ պարեր կան, որոնք որ գրառված են Սրբույր Լիսիցյանի կամ Գագիկ Կինոսյանի կողմից, բայց որոնք այս պահին դեռ գրքային տարբերակում են։ Այսինքն չկա այդ պարերի վիդեոն կամ չկա ձայնագրությունը եւ այս պահի դրությամբ եթե ավելանան գնալով այս պարերի ձայնագրությունները, տեսահոլովակները, մենք նախատեսում ենք դրանք եւս ավելացնենք։ Ու 121 անուն պարի միջոցներով ավելացնեք, այսինքն բեմադրություն լինի պարի, գրքային տարբերակը, վիդեո տարբերակ տեղափոխեք, հա, ու այդպես ներառեք հարթակում, ճիշտ եմ հասկանում process-ը։ Եթե ինչ-որ մի խումբ այս պարը բեմ բարձրացնի, կամ ինչ-որ մի շրջանակում պարի, որի տեսահոլովակը մենք ունենանք, եւ մենք կարողանանք իրանցից վերցնենք այս խմբի ձայնագրությունը, մենք դա կտեղադրենք։ Այս պահին ներառված են 121 անուն պարի ավելի քան 540 ձայնագրություններ։ Պարեր կան, որ շատ տարածված են, օրինակ Յարխոշտան ունի մոտ 20 ձայնագրություն պարադարանում, բայց պարեր կան, որ 1 ձայնագրություն ունեն։ Իսկ ինչ հնարավորություններ է հարթակը ընձեռում բացի այդ պարեղանակները լսելուց, տեսնելուց։ Բացի դա մարդիկ տեսնում են ամեն պարը, թե որ տարածաշրջանի պար է, ինչ ժանրի պար է, այդ պարի բարդությունը 1-ից 5 սանտրակով, պարի տեմպը, պարի սերը, իգական պար է, թե արական, թե բոլորը պարում են այս պարը։ Բացի դա մարդիկ կարող են ֆիլտրել պարերը ըստ տարածաշրջանների։ Օրինակ ձեր նախնիները, եթե մուշից են, կարող եք մտնել, տեսնեք մուշում ինչ պահպանված պարեր կան, որոնք մինչև հիմա պարում են մարդիկ։ Պարերը ֆիլտրեն ըստ բարդության սեռի, ինչ որ նշեցի, այդ ամեն ինչի ֆիլտրները եւս գոյություն ունեն։ Բավական ճկուն է հարթակը, կարելի ասել, ու ինձ թվում է բոլոր տարիքային խմբերը հեշտությամբ կարող են հարթակից օգտվել, որտեղ այդ ֆիլտրերը հնարավորություն են տալիս ել ավելի հեշտացնել process-ը պարի որոնման։ Իհարկե, եւ ուսուցիչների ու աշակերտների համար շատ հարմար է, եթե իրենք որոնեն ըստ պարի բարդության եւ ընտրեն շատ հեշտ պարերը։ Բացի դա կուզեմ նշեմ, որ այն ձայնագրությունները, որոնք որ պարեղանակներ չեն, այլ նաեւ երգ են, այդ երգի բատլերը եւս տեղադրված են։ Եվ մարդիկ ներքևը կտեսնեն կնոպկա, որտեղ եթե ստեղծեն, բացվի այդ երգի տակ ձայնագրության բատլերը, մարդիկ կարող են նաեւ երգել սովորել։ Բառեր են ծանոթանալ։ Իհարկե։
Եվ հարթակը եռալեզու է հայերեն, անգլերեն, ռուսերեն տարբերակով ու լատինատար այդ երկի բառերը եւս վերում է Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Ամեն մանրուքի մասին մտածել եք, որ Սփյուռքի հայրենակիցները կարողանան կարդալ։ Որոշ բառեր ունեն տեսադասեր եւ կարող են օգտվել նաեւ տեսադասերից, դրանք էլ հավաքագրել ենք տարբեր տեղերից, պարոն Կինոսյանի տեսադասերը եւ մի քանիսը կարող են օգտվել։ Հրաշալի է իրականում, հետաքրքիր բան ասաց Համազասպը խոսքում, որ ուսուցիչները, աշակերտները կարող են պարերը ընտրել։ Երբ պարադարանը գաղափար, այսինքն կար, ստեղծման փուլում էիք, մտածում էիք աշակերտների ու ուսուցիչներին թիրախավորելու մասին, թե ավելի ընդհանուր, տենց հասարակության շերտն էիք վերցրել, հետո ավելի ուշ հասկացաք, որ պիտանի ինֆորմացիա է, պարադարանի ինֆորմացիան նաև ուսուցիչների ու աշակերտների համար։ Սկզբնական շրջանում բնականաբար ընդհանուր նկարագիր էր, ես որպես պարող մարդ ինչ որ ուզում էի հարթակ ունենամ զուտ ձայնագրությունների համար, բայց այս տարի դասավանդելով Մխիթար Սեբաստիասի կրթահամալիրում հասկացա, որ խնդիր ունեն աշակերտներին ավելի մաչելի դարձնելու այս ինֆորմացիան։ Ու քանի որ իմ սաները խնդիր ունեին, նույն տրամաբանությամբ ամբողջ Հայաստանի եւ Սփյուռքի հայ սաներին փորձեցի որ օգտակար լինեմ այս գործով։ Ինչպես նաև տեսնում էի, որ ուսուցիչները ոնց են դասակարգում իրանց գալիք տարվա պլանի մեջ, որ բարերն են հեշտ, որ բարերն են բարդ, եւ այս խնդիրը փորձեցինք նաև պարադարանի միջոցով լուծել։ Եվ այս ամենը անելիս ինձ թվում է մի նուրբ կետ կա, որին եւս պետք է անդրադառնանք, խոսքը վերաբերում է սխալ պարային շարժումներին եւ սխալ բառերին, երգերի մասով, այս մասով ոնց է կարողացել ֆիլտրումը այնպես ապահովել, որ ճիշտը միայն կարողանաք փոխանցել։ Որոշ տեսահոլովակ, որոշ բառեր ունեն նաև աղբյուր հոլովակը։ Մենք այդտեղ տեղադրել ենք բնօրինակը, ինչպես է պարը կրող մարդը փոխանցում այս պարը, բնած պարի ուսուցչի։ Օրինակ Լուդիկ Հարոյանին։ Եվ այս ձևով փորձել ենք օրինակը բերել։ Ուզեմ նաև ասեմ, որ ամեն մարդ տարբեր ձև է պարում, քանի որ ամեն մարդ տարբեր բնություն ունի։ Բնության մեջ ամենափոքր բանը, որ գիտենք, ատոմները բաղկացած են պրոտոնից, նեյտրոնից եւ էլեկտրոնից, որոնք իրարից տարբեր բաներ են, եւ պրոտոնները բաղկացած են կվարկներից, որոնք իրարից տարբեր բաներ են, մինչեւ ամենամեծ բանը, որ գիտենք, գալակտիկաները, բոլոր գալակտիկաները իրարից տարբեր են։ Այս տրամաբանությամբ մարդիկ իրարից տարբեր են եւ մարդկանց պարը իրարից տարբեր է։ Կախված մեր սեռից, կախված մեր մարմնի չափերից, կախված հնարավորություններից ֆիզիկական, կախված նոր սկսնակ կարող ենք, թե հմուտ կարող ենք եւ ամենակարևորը կախված մեր տրամադրությունից։ Երբ որ մենք մեր օրերում գնում ենք հարսանիք, միանգամից շատ ակտիվ բարի մեջ չենք մտնում, չէ՞։ Սկզբից դուրս են գալի, հանգիստ շարժումներ ենք անում, երբ որ մեր հոգեպես այդ իրավիճակը արդեն զարգանում է եւ մենք սկսում ենք ակտիվ շարժումներ անել բարի մեջ, նույն տրամաբանության բարի մեջ է։ Այսինքն կա հստակ սահմանված քայլեր, բայց կախված մարդու բնույթից այդ մարդկանց բարը կողքի կանգնողների բարը իրարից տարբերվում են եւ այդ տարբերությունն է բերում հարմոնիայի մեր ամեն ինչը։ Ահա, իսկ երգերի բառերը ոնց է կողմնորոշվում, որ վրիպակներ չլինեն։ Երգերի բառերը մենք տեղադրել ենք այն բառերը, որոնք որ հստակ այդ ձայնագրության մեջ կան, քանի որ սա ավանդական մշակույթ է եւ հնում մարդիկ երգել են իրենց մտքին եկած բառերը, իրենց այդ պահին օրինակ մեկ ուզել է աղջկան Սիրաշահի, ասել է աղջիկ դու լուսնակ երես, թամզարա հայ թամզարա եւ իր խոսքը հստակ մի աղջկան է ուղղել։ Այս տարբերակով թամզարայի օրինակ շատ տարբերակներ կա, որ պահպանվել է եկել է։ Եվ մեր օրերում եթե դուք է բարե, կարող է դուք նոր մի բառ օրինեք, կախված այս տրամադրությունից։ Մենք երգերի բառերը ընտրել ենք այն ձայնագրություններին, որոնք որ այն բառերը, որոնք որ այդ ձայնագրության մեջ գոյություն ունեն։ Այո։ Տաթև հոսքի մասով ինչ կասեք հետաքրքրվողների սոցհարթակներում ակտիվությունը ինչպիսին է բարերի նկատմամբ, այ հարցումները ամենաշատը որ բարերի մասով են հարցումները արվում, ունենք sense տվյալներ։ Հա, իհարկե, շատ ուրախ եմ այդ վիճակագրության համար, բայց հիմնականում 20-ից 35-40 տարեկան
խումբ, տարեկան խումբն է ու հարցնում են, այսինքն շատ լավ արձագանք է այն բարի նկատմամբ, որոնք արդեն գիտեն, որտեղ շատերը արդեն մեր հետևորդները որոշ բարատեսակներ արդեն գիտեն ու լինում են տենց բարեր, որպես թորի տեղադրում ենք ու հարցում են կատարում այս կարևորն է, որտեղ կարելի է սովորել, որտեղ բնօրինակները, ես էլ արդեն ուղարկում եմ բարադարանից ոնց որ աղբյուրները, որ կարողանան դիտել, ուսումնասիրել, ինչու՞ չէ նաև գալ սովորել։ Նշեցիք հստակ տարիքային խումբ, ինչ եք կարծում, ինչ քայլեր են պետք անել, որ ավելի ցածր տարիքային խումբը եւս ձեզ թիրախ Ցածր տարիքային խումբը նախ եթե սոցիալական հարթակների մասին կարծում եմ վաղ է սոցիալական հարթակներում պետք չի որ իրանք լինեն, բայց կարծեմ դպրոցներում դա 13-ից արդեն սոցհարթակներից օգտվում են 13 տարեկանից, այդ 7-8-րդ դասարանի երեխաներին թիրախավորելու մասով ինչ որ բաներ մտածել եք։ Իմ կարծիքով ամենալավ աշխատող մեթոդը կլինի, եթե բարի համբավով հայտնի մարդիկ որոնց որ հետևում են այդ պատանիները տարբեր ոլորտների, իրենք սկսեն ապրել իրենց անձնական օրինակով։ Իրենք լինեն լավ օրինակ այդ մանուկների համար, որոնք որ հետևում են իրենց։ Այո, ինֆլուենսինգը հիմա ամենամեծ գործիքներից է ու այդ ձեր ասած ներազդեցությունը անվանի մարդու պետք է որ օգնի։ Եվ ինչ եք կարծում, այլ ինչեր են սպասվում առաջիկայում, թե բարադարանի հետ կապված, թե արի-բարի սոցհարթակների զարգացման մասով ընդլայնման ինչ հեռանկարներ ունեք։ Կուզեմ ասեմ, որ մենք նաև ինքներս նախաձեռնում ենք մեծ բարի միջոցառումներ եւ այս տարի մոտ 20 միջոցառում մենք անձամբ նախաձեռնել ենք եւ իրականացրել ենք Երևանում, մարզերում, Սփյուռքում, Կիպրոսում եւ Թբիլիսիում եւս ունեցել ենք բարի միջոցառումներ։ Ինչ ձևով են իրականացվում այդ միջոցառումները։ Նախապես տեղյակ եք պահում, նախապես փորձում ենք համայնքին տեղյակ պահել եւ այդ համայնքի աջակցությամբ ամեն ինչ տեղի ունենում։ Եվ մենք տեղում փորձում ենք միավորել բոլոր շերտերի հայերին։ Քանի որ եթե դուք ճամփորդեք Սփյուռքում կտեսնեք հայեր, որոնք որ կարծում են, որ տարբեր շրջանակների են պատկանում, կուսակցական առումով, կրոնական, արտաքելական եւ կաթոլիկ, այս մարդիկ իրարից առանձին են, հայեր, որոնք գնացել են ցեղասպանության ժամանակ առանձին համայնքով են հավաքվում, նոր գնացած հայերը առանձին, եւ այս բանը մենք տեսնում ենք միջոց, որ այս բոլոր հայերը մեկտեղ գան եւ իրենց բալիկները իրար ծանոթանան, պատանիները ծանոթանան, գուցե նոր օրորոր ծորորվի այդ ծանոթանալուց Հրաշալի է, բավական հեռու են, այսինքն գաղափարները ձեզ բարից սկսում եք եւ արդեն ընտանիքի գաղափարներ եք ներդնում այդ ամենի մեջ, ինչից որ սկսել եք։ Եվ գալիք ծրագրերից կուզեմ ասեմ, որ արդեն 10 տարի է կազմակերպում ենք ավանդական պարեր եկեղեցիների բակերում, տաղավոր տոներին։ Եվ հունվարի 6-ին եւս կունենանք մեծ միջոցառում Սուրբ Աննայի բակում, սա կլի 11-րդ տարին, որ միջոցառում են կազմակերպում։ Ինչպես նաև նախատեսում ենք դեկտեմբերի 20-ին միասին կենաց ծառ զարդարենք եւ մեր բարի մտքերը եւ բարի ցանկությունները գալ տարվա հետ կապված դնենք այդ ծառի մեջ, բոլորս մի ժապավենք, կապենք այդ ծառի վրա եւ մեր երազանքները մեկտեղենք միտեղ, որպեսզի ունենանք լավ երկիր։ Եվ իմ հավատով, եթե որ բոլոր մարդիկ իսկապես ցանկանան լավը, այդ լավը տեղի կլինի։ Դա որտեղ եք նախատեսում։ Հիմա տեղի հետ կապված բանակցություններ են ընթանում, պիտի խնդրեմ, որ հետևեն Telegram-ում արի-բարի հարթակին, մենք մանրամասները այնտեղ կտեղադրենք։ Եղավ, շատ լավ, շատ շնորհակալ եմ ջերմ, հետաքրքիր, բովանդակալից, բարեղանակներով լի զրույցի համար, մեծ հույս ունեմ, որ եւ բարադարանը եւ արի-բարին առաջիկայում մեծ հաջողություններ կգրանցեն, թե Հայաստանում, թե արտերկրում։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ զրուցում էինք Բարադարան եւ Արի-Բարի նախագծերի հիմնադիր Համազա Սպասլանյանի եւ Արի-Բարի նախագծի տեղեկատվական համակարգող Տաթև Պետրոսյանի հետ։ Հետևեք նրանց սոցիալական հարթակներին Արի-Բարին Telegram-ում եւ Բարադարանը արդեն կարող եք որոնել տարբեր հարթակներում, Google տեղեկատվական տարբեր հարթակներում եւ ծանոթանալ կայքի բովանդակությանը, որը վստահ եմ այն ինֆորմացիան, որը որ տեղադրված ձեզ հետաքրքիր է եւ անհրաժեշտ։ Իսկ այս պահին ձեզ կմիանա իմ գործընկեր Աշոտ Սարգսյանը իր արցախյան զրույցներով։